կառավարումից եւ գազամատակարարումից, բայց քանի որ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Թե չէ այդքան չարժեր ինքը, որ իրան անդրադառնայինք։ Ինչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով, սաղ ճիշտ է։ Իդեպ պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է 2000-ականներին ոչ չէին թողում ներկրել բջջային հեռախոսներ, որտեղ դա Սեյցրակ Քոչարյանի մենաշնորհն էր, եւ ծանոթ էին գտնում, որ Սեյցրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին, պարոն Բագրատյան, ու ասեր խնդրում եմ, այս մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրմաներն ներմուծի։ Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար պարզվում է այդքան էլ վատ ավտոներ չեն, բայց այն վաղ պարտադրանքով էր։ Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ որ էլի իրանց ինչ որ կամ հենց իրանց կամ իրանց հետ աֆիլիացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծա փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ բան, կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ է դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Ստեղ էլ դեմքին կասեի, դեպ ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չի։ Ի տարբերություն այդ ասածների, հիմա ինչ է տեղի ունենում, մենք այո նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում։ Բաժնե Տոմսեն ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած, ԶՊՄԿ, Վիվասել, Ամուրսար, նոր բացվածների նույնիսկ։ Ինչպես նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի, զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ դες պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին, ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք որպես հայոյանք Հակոբյանը երբ գալիս է մարզեր, կրթվել է նորաձևա շրջանակներում, դուք ուղղակիորեն պետքա տեսնեք իրեն ոնց են դիմավորում, ուղղակիորեն իրեն ոնց են սիրում։ Հիմա այստեղից նորաձևը կրթվել է նորաձևը ինչ գումարներ է պետական ծախսվում անվտանգության համար, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ վարչապետի ընտանիքին պարտավոր են ու պարտական են պաշտպանելու պետական պահպանության ծառայողները։ Երկրորդը Տեսեք, ուրիշ ձև չեն կարողանում թիրախավորել վարչապետին ու վարչապետի ընտանիքին, հիմա իրենց մագլավիկները փորձում են տարբեր տեղել նստել կանգնելով ասել, որ գիտեք, այ օրինակ այն սուպերմարկետը ոնց որ պատկանում է վարչապետի տիկնոջ, ասենք հարց, ինչի ասում է, բա որը տես չի խիա տենց արագ զարգանում։ Սենց սուտ լուրեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ լուրերը ստահոտ են։ Նախ ուղղորմած տատս էր ասում էշնիչ գիտի, նուշնինչ է, դե անկիրթ մարդիկ չգիտեն, կրթվելու իմաստը որն է, այո, բոլորս կրթվելու կարիք ունենք, միայն անգետ տգետ մարդն ասում, որ ինքը ամեն ինչ գիտի և իրեն պետք չի կրթվել և ես շնորհակալություն եմ հայտնում Տիկին Հակոբյանին, ես կրթվել է նորաձևե շրջանակներում մեր հանրությանն ու հասարակությանը ավելի
կրթված դարձնելու համար։ Երկրորդ մասով երեք մի տիկին ասում է, այ Կոնջորյանի կինը աշխատում է Հայփոստում, այդ տիկինը իր թերթով մի օր էլ գրել էր, որ իմ կինը առաջատար մասնագետ է, տխրեցնեմ իրեն, իմ կինը երբեք չի եղել առաջատար մասնագետ, իմ կինը կրտսեր է եղել, հետո գլխավոր ու ընդ որում 2016 թվականից դայի հետ կապ չունի, դե պարզ է որ պետքա թիրախավորի գրի, բայց ես ինչ եմ ուզում ասել, օրինակ մեր կանայք պարկեշտ ընտանիքի հարցներ են եւ իրենց թույլ չեն տալիս այս թիմից փախչել, թռնել այն մյուս թիմ կամ ինչ-որ մարդկանցով գալ մարդ դառնալ ու այդ մարդկությունը միանգամից մոռանալ։ Օրինակ ինձ հետաքրքիր է էլի, եթե չլիներ ոմանց խավորները, նրանք չհայտնվեին իմ քայլի ցուցակում, երբևիցե կպատկերացնեն մի օր որ կդառնան падգամավոր, այդ ընթացքում էլ մեր մասին գրում են, այ օրինակ որ Վարազդատ Կարապետյանը դիմում չգրեր, Նարեկ Գրիգորյան չէր հայտնվեն, Նարեկ Գրիգորյանը մաքուր ձայն ա տարել ձեր հետ ա մրցել, իդեպ։ Հա 4 ձեն էր երևի տարբերությունը, չգիտեմ, ամբողջ մի հսկա օլիգարխիա էր աշխատում այն ժամանակ ձեր համար։ Հարգելի ընդդիմություն, ինչքան գովերքում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որ օրինակ 80 սանտի էր, հետո սարքեցիք 1.80 m, հիմա սարքում եք 2.80, որ էլ տեից չկարողանա կլներ դուս գալ ու քաղաքականությամբ զբաղվել, ասում է պարոն Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանն ունի 4 միլիոն դոլար կարողություն, բա ինչի չեք բացահայտում։ Միլիարդ կներեք, 4 միլիարդ դոլար ունի, ինչի չեք բացահայտում։ Կբացահայտենք, այո, անօք եղեք։ Բա եթե չենք բացահայտում, այդ վայթե քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն էին, գլուխները կախ, բերում իրենց գողոնը, հանձնում պետությանը ու մի բան էլ պակաս։ Բերելու եք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ, ոչ մի գողացող չի պլստալու։ Հասկանում եմ անհանգստությունը, հասկանում եմ նաև ոգևորությունը, դե մտածում եմ ոնց անենք, որ սրանք իշխանության չլինեն, մենք էլ մեր փողերը վայելենք, չի գողացված գումարը չի վայելվելու։ Ասում է, այստեղից են տիկինն ասում է բանա, բռնապետ կամ բռնապետիկ, հարգելի հայրենակիցներ, ես ուղղակի զարմանում եմ, էլի, կինը ոնց կարող է ասել բռնապետիկ, կներեք, տղամարդին բռնապետիկ, Հայաստանի Հանրապետության վարչապետին բռնապետիկ, երբ ինքը մի խմբակցության մեջ է, որի ղեկավարին բազմաթիվ դրվագներում մեղադրվում է բռնապետության մեջ։ Եթե իրանք բռնապետ չէին, եթե Սերժը լավն էր, եթե Քոչարյանը լավն էր, եթե իրանք լավն են, մենք ստե ինչ գործ ունենք, Ժորժ ջան, խիան մեզ ժողովուրդ ուղարկե ստե։ Որ իրանք շատ լավն են, որ իրանք գողություն չին արել, ասում ռեշտակի թևերը աճը թռնում են արդեն։ Ասում եք արմատախիլ ենք արել կոռուպցիան, չէ, արմատախիլ չենք արել, արմատախիլ ենք անում, հիմա ենք անում, ամեն օր գրվում է, այստեղից այս գույքը հետ բերվեց, այնտեղից այն գույքը։ Ժողովուրդ կարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից